Իհարկե կան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, որոնք հիմա Ադրբեջանի կողմից են վերահսկվում, հա, 208 շուրջ կիլոմետր քառակուսու մասին է խոսքը, եւ մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքների Հայաստանի Հանրապետության վերահսկողությանը վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հիմա սահմանազատման իմաստ առհասարակ այդ է, երկու կողմերը նստում են տեղանքով, քարտեզներով, որոնք ընդունելի են երկու կողմերի համար, որևէ իրավական ակտերով, որոնք տարբեր շրջաններում կարող ընդունված լինեն, որոնք վերաբերելի են եւ էլի ընդունելի են երկու կողմերի համար, այդ թղթերով, քարտեզներով, նկարով, տեղանքով գնում են դիցուկ, օրինակ մեր դեպքում հյուսիսից հարավ եւ նայում են այնտեղ, որտեղ որ այս հողը պատկանում է աջ կողմին, նույնիսկ եկեք երկրների անուններից վերացարկվենք, բայց գտնվում է ձախ կողմի տիրապետության տակ, պետք է արձանագրում, որ պետք է վերադարձվի աջ կողմին եւ հակառակը այնտեղ, որտեղ ձախ տարածքները տարածքները պատկանում են ձախ կողմին, բայց հիմա գտնվում են աջ կողմի վերահսկողության տակ, ներողություն եմ խնդրում, պետք է վերադարձվեն համապատասխանաբար ձախ կողմ։ Հիմա մենք սա պիտի անենք։ Դրա ինչն եք սահմանազատում, այսինքն կարող է սահմանազատել։ Նայեք, դուք չեք պատկերացնում երևի։ Դուք չեք պատկերացնում երևի։ Ասեմ, մարդիկ գնում են, նայում են։ Այս սեղանը, այս թղթերով պետքա լինի ձերը, փայլակինը, բայց Հայկի մոտ է։ Հիմա ուրեմն այս process-ը երբ որ վերջացնենք, պետք է ասենք փայլակ ջան, արի ես քո սեղանի տիրություն արա։ Ոչ մեկ, այդ մի րոպե։ Սահմանազատման գործընթացը քննարկումն էլ ընթացքի մեջ է։ Եթե դուք ուզում եք ասեք, վայ, այդ process-ը կանգնել է, մտել է փակ ուղի, չի ընթանում, չի լինելու, այդպես չի, ընդհանրապես այդպես չի։ Այսօր էլ քննարկումը ընթանում, ես բառացի ասացի, կարող եմ կրկնել, այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև եւ հուսով եմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա նաեւ այդ գործընթացը կշարունակվի։